Բարև, այսօր պիտի շարունակենք Ղևդացոց կրքին 4-րդ գլխուն ուսումնասիրությունը։ Կտեսնենք, որ Աստված նախադեսությունը ըրած է անկիդակցաբար գործված մեղքերուն նկատմամբ։ Այս անկիդակցաբար մեղքերն են, որ կբացահայտեն մեր ներքին մեղավոր էության իրականությունը, եւ որ մենք անընդհատ ներում խնդրելու կարիք ունենք։ Ետքը 3-12 համարներում մեջ գա քահանաներուն մեղքերուն համար բادرակը։ Քահանային մեղքը առաջնահերթ կհամարվեր, որովհետև ան ղեկավարության պաշտոնի մեջ էր եւ հետեւաբար պատասխանատվություն կգրեր։ Քանի որ քահանային պատասխանատվությունը ավելի մեծ էր, քան մյուսները, Աստծո խոսքը գսե, որ ան պետք էր բերեր արչարմը, որ ամենասուղ կենդանին էր։ Անգե ետք նոր գդագարանին մեջ Հակոբոս կհիշեցնե մեզի 3-րդ գլխուն առաջին համարին մեջ եղբայրներս շատ վարդապետող մի ըլլակ գիտնալով, որ ավելի մեծ դատաստան պիտի ընդունիք։ Սիրելիներ, երբ կուզեք դառնալ քարոզիչ, սարգավակ, երեց կամ գիրագնորիայի ուսուցիչ, հիշեցեք, որ դուք ավելի պատասխանատու եք, քան ուրիշ որևէ մեկը, եւ Աստված քեզ մե հաշիվ պիտի պահանջե։ Հիմա դառնալով Ղևդացոց 4-րդ գլխուն 4-րդ համարին մեջ կգարտանք։ Եվ վկայության խորանին թուրը դերոջը արչև թող բերե զվարագը ու իր ցերկը զվարագին գլխուն վրա տնե եւ դերոջը արչև մորթե զվարագը։ Այս դույն ձեսն է ողջագեզին պես։ 5-րդ եւ 6-րդ համարներում մեջ կգարտանք, որ քահանան արյունը կսրսկե 7 անգամ վարակույրին արչև եւ այդ կգադարվի ապահովելու Աստծո հարաբերությունը մեղավորին հետ։ Ետքը քահանան պետք է արյունեն քիչ մտնե խունգի զոհասեղանին եղջյուրներուն վրա եւ այդ զոհասեղանը աղոթքի վայր էր, որ ցույց կտա, թե Քրիստոս զոհաբերություն ըրավ, որ նաեւ ցույց կտա, որ մենք վերահաստատեցինք երկրպագության առանձնաշնորհումը, քանի որ այդ առանձնաշնորհումն է եւ մենք վերստացանք աղոթքի վայրը եւ հաղորդակցությունը։ Սիրելիներ, պետք է հասկանանք, որ երբ Քրիստոս կներե քու մեղքդ, ան քեզի կներե։ 11-ին 12 համարներում մեջ պիտի նկատենք դարբերությունը եւս։ Իրականության մեջ արմատական փոփոխություն մնե։ Արչարին մնացած մասը պետք էր դանեին փանագեն դուրս եւ այրեին։ Ինչու կգարձեք, որ այդպես պետք էր լար միայն մեղքի բادرակին, շեշտելու համար, թե որքան վնասակար է մեղքը, որ այն կարող է վարագել բոլորին եւ պետք է հեռացվի։ Այդ ճշմարտությունը յետքը կհաստատվի Եբրայեցիս 13:12-ի մեջ, որ գսե. «Ուստի Հիսուսալ իր արյունովը ժողովուրդը սրբելու համար թռնեն դուրս չարչարվեցավ»։ Սիրելիներ, աշխարհի վրա ոչինչ չի գնար հեռացնել մեղքին հանցանքը, բացի Քրիստոսի մահը խաչին վրա։ Հիսուս միակն է, որ մեղքերու թողություն կտա։ 13-ին 14 համարներում մեջ կխոսի ժողովրդին մեղքերու մասին։ Եվ ժողովրդին համար մեղքի ընձան ամենասուղ ընձան է, արչարմը, նույնը ինչ որ քահանային համար էր։ Այստեղ տասը այն է, որ Աստծո առջև ոչ միայն անհատական պատասխանատվություն կա, այլ նաև հավաքական պատասխանատվություն, եւ այդ կվերապերի մեզի այսօր եկեղեցվո մեջ, որովհետև հայդության կրքին մեջ Հիսուս գրեց Ասիայի 7 եկեղեցիներուն, որ յուրաքանչյուր անդամ մաս կգազմե եւ դատապարտված է։ Ետքը 22-րդ համարին մեջ ընձան է կառավարիչին մեղքերուն համար։ Իշխանության վրա գտնվող այս քաղաքական դիրակալին համար ընձան այցերեն նոխազմն է արու եւ անարատ։ Վերջինը ընդհանուր ժողովրդին մեղքերուն ընձան է եւ այս կվերապերի ինձի եւ քեզի։ Եվ այս ընձան պետք էր վերցներ մեղքը եւ կոհացներ խիղճը։ 28-րդ համարին մեջ մեզի գսվի այս ընձան այձի ուլ է եւ էկ։ Սիրելիներ, միասնապար շնորհակալություն հայտնենք Աստծո, որ յուրաքանչյուր մեղքի ընձան ուղղակիորեն կմատնանշե Քրիստոսին եւ ցույց կտա ջամփան Աստծո գադարյալ գոհության եւ
ներումին։ Ամեն։